Ապրիլի 15-ին տեղի ունեցավ Սևան համայնքի ավականու հերթական նիստը։ Օրակարգային առաջին հարցով ավականին լսեց Սևան համայնքի 2026 թվականի բյուջեի առաջին եռամսյակի կատարման մասին հաղորդագրությունը։ Համայնքը գերակատարել է բյուջեի վարչական մասը 109.6%-ով, իսկ սեփական եկամուտների հավաքագրման մասով գերակատարել է 141.5%-ով։ Առաջին եռամսյակը վարչական բյուջեի մասով գերակատարել է Սևան համայնքի ըստ պլանի գնումա, մնացած հարցերով արդեն իսկ որտեղ որոշում կա նաև ֆոնդային բյուջեի հետ կապված արդեն որոշակի հողահրաժարներ արդեն սկսվի։ Ֆոնդային բյուջեյում փողի օտարումներից եկամուտների պլանը 3 ամսվա համար կազմել է 50 միլիոն դրամ, մուտքագրվել է 79.8 միլիոն դրամ, ապահովելով 156.5% կատարողական։ Սեփական եկամուտները կատարվել են 141.5%-ով, պլանավորված է եղել 149.6 միլիոն դրամ, հաստատի հավաքագրվել է 211.6 միլիոն դրամ, գերակատարումը կազմել է 62 միլիոն դրամ կամ 41.5%։ Սեփական եկամուտների գերակատարումը հիմնականում պայմանավորված է Սևան ազգային պարկ օղակի կողմից նախորդ տարիներին գոյացած ապարքների վճարումով։ Նախորդ 25 թվականի առաջին եռամսյակի համեմատ վարչական բյուջեի մասով եկամուտները ավելացել է 106.7 միլիոն դրամով կամ 19.2%-ով, որից 49 միլիոն դրամը դոտացիայի ավելացած մասն է, իսկ 62.5 միլիոն դրամը սեփական եկամուտներ։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը ուշադրությունը հրավիրեց աղբահանությանը, կոչ անելով բնակիչներին ժամանակին վճարել աղբահեռացման վարձավճարները, որպեսզի Կոտայքի եւ Գեղարքունիքի մարզի կոշտ կենցաղային թափոնների կառավարում սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը կարողանա պատշաճ իրականացնել աղբահեռացման ծառայությունները։ Հավաքագրումները շատ թույլ մակարդակի վրա է աղբահանությամբ եկողության գրքում ամեն անգամ մենք նույնիսկ ժամանակ քննարկում ենք եւ աղբահանությունը ճիշտ ժամանակին տեղին կատարում, նաեւ կոմունալտնտեսությունը տեսնում ենք, էլի հա ինչ ահռելի աշխատանք է կատարում, թե ձմեռը, թե ամառը անկախ տարբեր եղանակային պայմաններից։ Ես ինչ եմ խնդրում մեր ազգաբնակչությանը, նաեւ ողջունում մեր ավականներին, որ մեր ազգաբնակչությանը նաեւ ֆիզիկական, նաեւ տնտեսվարներին բոլորին հորդորենք, որպեսզի այդ գումարները պատշաճ ժամանակին վճարեն, որպեսզի մենք հետագայում խնդիրների առաջ չկանգնենք։ Ավականին հաստատեց Սևան համայնքի 2027-2029 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, որը հանդիսանում է Սևան համայնքի զարգացման հեռանկարի թվային արտացոլումը եւ համայնքի միջնաժամկետ կտրվածքով գլխավոր ֆինանսական փաստաթուղթը, որը ելակետ է նախագծելու համապատասխան տարվան հաջորդող տարեկան բյուջեն։ Սեփական եկամուտները 22 թվականին կազմել են 475 միլիոն դրամ, 25 թվականին 605.3 միլիոն դրամ, աճը կազմել է 130 միլիոն դրամ կամ 30%։ Դոտացիան 22 թվականին կազմել է 976.1 միլիոն դրամ, 25 թվականին 1 միլիարդ 810 միլիոն դրամ, աճը կազմել է 834.8 միլիոն դրամ կամ 85%։ Նմանատիպ դինամիկա կանխատեսվել է նաև ապագա 3 տարիների համար։ Հաջորդիվ Սևան համայնքի ավականին նախնական համաձայնություն տվեց Սեմյոնովկա բնակավայրում երկաբանահետազոտական աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման ազդեցությանը եւ Սեմյոնովկա բնակավայրում նախատեսվող 6000 կՎտ արևային կայանի կառուցման աշխատանքների շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությանը։ Ավականին հաստատեց Սևան համայնքի 2026 թվականի մարտ ամսին համայնքային սեփականություն հանդիսացող օտարված գույքի գույքագրման փաստաթղթերը։ Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը տեղեկացրեց, որ Սևան բազմաբնակավայր համայնքում արդեն իրականացվում են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքներ։ Խաղաղության փողոցից մեկնարկել են տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերը, որոնք այս տարի եւս մեծածավալ են։ Փորձագիտական եզրակացության հիման վրա Խաղաղության փողոցի գերհասուն եւ ոչ պիտանի բարդիներն էլ կփոխարինվեն սրատերև թխկիներով կամ սովորական հացենիներով։ Նայիրյանի ծառը որոշվա համայնքի ավականիով փորձագիտական եզրակացության հիմք ընդունելով տարբեր կարծիքներ կար, բայց փառք Աստծո այսօր տեսնում ենք էլի դրա արդյունքը, հիմա նույն բանը արդեն տեսել եք խաղաղության փողոցը հիմնանորոգման աշխատանքները մեկնարկել է։ Սևան համայնքի ավականու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա մայիսին։ Նիստի վերջում քննարկվեցին քաղաքացիներից եւ իրավաբանական անձանցից ստացված դիմումները։ Սուրեն Բարսեղյան, Գնալ Հովհաննիսյան, Գեղամահուր։